Բարև բոլորին, այսօր անում ենք իմ ամսվա իտոգը, թե քանի գիրք եմ կարդացել ու ինչ օձիվներ ունեմ, փոքր բացատրություններով, այո, ոչով։ Գնացինք։ Վիշնյովի սադ, որի մեջ կա նաև Դյադյա Վանյա ստեղծագործությունը Չեխովի, գնահատում եմ Վիշնյովի սադը այո, Դյադյա Վանյա միանշանակ այո, հազար անգամ այո, շատ լավն էր, լիքը լավ բաներ տվեց եւ այլն, ճիշտ է, ես այս գիրքը կարդացել եմ անցած ամսվա վերջ, բայց ինչեւ մենք կասենք այս ամսվա մեջ։ Հաջորդը մեր մոտ Նիկոլաս Սպարքս Պիշի լյուբից միլիոն անգամ այո, լավագույն տոպ գրքերից մեջ համտել, շատ հավանել եմ, լիքը լացել եմ, բայց արժեր ինքը այն ժամանակը, որը ես տվել եմ իրան, չնայած որ շատ արագ եմ կարդացել, բայց դե, ահա որ լավներ, կարծում եմ իրան էլի կկարդամ։ Հաջորդը մեր մոտ Հայրիկ դու խենթես Վիլյամ Սարոյան, այո, բավականին լավն է, կարծում եմ, որ ավելի շուտ կարդայի տարիքայինի հետ կապված, ավելի շատ կհավանեի, բայց շատ լավն է, ոնց որ այո։ Հաջորդը մեր մոտ Տերը и тайное созвездие моя Սարա, իմ սիրած ավտորն է, ժամանակակից գրողն է, այո եւ եւս մեկ անգամ այո, լավագույն ֆենթեզի գրքերից մեջ համտել, սպասում եմ հեսա շուտով դուրս է գալիս իր երկրորդ մասը, որպեսզի կարդամ։ Վերջինը Գրաֆ Մոնտե Քրիստո առաջին հատվածն է, դեռ չեմ վերջացրել, բայց արդեն այո է, իհարկե միանշանակ, ինչևէ կարդամ վերջացնեմ ավելի հստակ պատասխան, բայց մեկը ինքը տոպա, մտել այն տոպ գրքերի մեջ այս ամսվա եւ կարծում եմ ընդհանրապես դրա համար շնորհակալություն, որ ինձ լսեցիք, այսքանով, պակա։